5-6 կիլո հանգիստ կարելի է սղսնել է։ Կաշիներդ քերթվելու է։ Մեկ էլ դատարանը լրիվ ուրիշ որոշում կայացրեց։ Ավետիք Չալաբյանին դատարանը 2 ամսով կալանավորեց։ Օրը ված սկսվեց Վլադիմիր Պուտինի դասարանցիների նախկին կանանցից մեկի համար։ Ենթարկվել է բռնության։ Դե որ չիլնի, ասենք կլնի։ Չիլնի։ Բարև ձեզ, եթերում արմքովները ողջ հագորվում ենք, միասին տեղավորվում ենք, որ տեսնենք, թե ինչ է գալիս մեր գլխին։ Հուսով ենք դա Գյումրիի կարկուտները չեն, իսկ դուք, սիրելիներս, գամվեք էկրանին, վերցրեք պոպկորնեղենը եւ դարձեք գրողը տարած պատրոն։ Այո, իսկ մենք մեր GTB ստիլի արմատուրայից հյուսված նյարդերը վերցել ենք ու ձեր փոխարեն նայել ենք լուրերը։ Ինչու հենց GTB, որովհետեւ ինչու։ ձուլվում է Հայաստանում տեխնոլոգիան գերմանական, այլի չեք ուզում արմատուրայից։ Համ ստեղինն է, համ լավագույնով։ Ամիրյանը վերանվանեցին պապ թագավոր, նեշի սաղս գիտեինք ով է Ամիրյանը, հիմա կլնի պապ թագավոր։ Նա դե կլնի։ Չիլնի հակառակն է։ Դե մեկը պետք է պոզիտիվ մտցներ այդ չիլնի մեջ։ Տեսո, ոչմ, հա, կլինի, մի խոսքով թվում էր թե էտա կապիտալը, բայց չէ։ Եթե հիշում եք մեր անցած արմքոմեդին, հենց նկարահանման պահին քաղաքապետարանում ավականիում սկսվեց խփոցի։ Ոնց են սենց բաները սկսվում вообще։ Գիտես ոնց, փիլիսոփայական փնտրտուկներից ԿՊ-ն եւ Մայր Հայաստանը փնտրում էին Արային։ Դուք գնացեք ձեր պետական դավաճանության մեջ մեղադրվող ձեր լիդերի մասին մտածեք ու տեղից էլ վերվեր չթռնեք ելույթների ժամանակ։ Սուս կմնաք ելույթների ժամանակ։ Արմենակ Դանիելյան, ձենը տիչսրա։ Արա լսի այդտեղ են դու ես այդտեղ արա։ Հանգստացու դավայստուց։ Դուրս կելնես կասեմ քեզ ինչ կլինի, Արմենակ Դանիելյան։ Սակայն երկար չշարունակվեցին Արայի որոնները, որտեղ Կիլդիմը դուրս եկավ եւ մագլցեց արդեն դալիճի ներսը։ Այնուհետ Երևանի ավականին, հիմա ջոգում եք, չէ, ինչքան պետքա լարվեմ, որ լուրջ դեմքով ես մարդկանց անվանեմ ավականի։ Երևանի ավականին կավայական որոշում կայացրեց նետել շիշ։ Ամյա ձեները թելեկադրեք մի հատ։ Բայց ինքը շիշ շպրտողը, այո, նոր պերսոնաժ ավելանում մեր շտեմարանում, բացատրեց, որ նա խաղաղապահ եւ կառուցողական նպատակներով էր շպրտել այն։ Հիմարություն ես ասում, ոնց կարելի է շիշը շպրտել կառուցողական խաղաղ նպատակով։ Կառուցողական եւ խաղաղ։ Պարոն Խաչատրյան, մենք տեսանյութերում տեսնում ենք, որ դուք եք հրահրել, շիշը դուք եք շպրտել Գրիգորի Իսկանդարյանի ուղղությամբ։ Ես կխնդրեմ նշեք, թե ինչու որոշեցիք շիշը շպրտել։ Իմ շիշ շպրտելը, ինչպես դուք եք ասում, չի ուղղված եղել կամ միտված եղել ինչ-որ մեկին, այլ հանդարտության կոչ ա եղել կարելի ասել ու սեղանին է շիշը դիպչել, այսինքն ինչ-որ անձի չի դիպչել շիշը։ Հանդարտության կոչ կտրվեք ամառվա շոկերից։ Բայց տեսակ, որ իրոք լավ նպատակներով է շիշը շպրտել։ Արա, եթե չհանդարտես, ես քեզ կհանդարտեմ։ Տեսա՞ր։ Իրոք հանդարտեցնում է։ Բայց դե կոչը չաշխատեց։ Ինչ ես քաշքշում կնայնամ։ Այստեղ արդեն հանդարտության շշերը վերջացել էին։ Սովորական օր Երևանի ավականիում։ Հիշեցնեմ, որ ամենաանշարժ թեմայով են հավաքվել Ամիրյանին պիտի դարձնենք պապ թագավոր։ Իսկ Ավինյանը չի ուզում միա իր ծանր քաղաքապետական խոսք ասել։ Պետքա ընտրակաշարքով փորձը կատարեիք, գնայիք գլխով պատին խփեիք, գլուխները ջարդեիք ու հիմա էլ կաշիներդ քերթվելու է։ Բոլոր ընտրակաշարք բաժանողներինը։
բոլորինը ու այո պարոն Թորոսյան այնց կոնկրետ ընտրակաշարք բաժանողներինը ովքեր որ այս պետության դեմ փորձել են հանցանք գործել եւ փաստացի չի ստացվել կաշիները քերթվելու է ես ձեզ խոստանում եմ Ավինյանը մտավ դաժան ռեժիմ, ինչը այդքան լավ չէր բռնում իր cute բրասլետիկի հետ։ Հայլի այս բրասլետիկներով ավելի շատ կսասի հələ մի հատ պեպերոնի ու սիդր պատվիրեք երեխեք կամ արքեինի բոլոր ֆանկոները հավաքել եմ երեխեք ոչ թե կաշիներդ կքերթեմ Բայց կռիվը մի տեսակ անավարտ էր, ինչ որ բան պակասում էր։ Ես նույնիսկ գիտեմ ինչ նկատի ունես եթե ավականիում կա կռիվ ինչ որ պահի մեջ այդ կռվին անպայման պետք է մխրճվի հանրապետություն կուսակցության Անի Խաչատրյանը Հիշացնեմ էլի զուտ որ կռիվը մայր Հայաստանի ու ԿՊ-ի մեջ էր իսկ Անի Խաչատրյանը ոչ մեկիցա ոչ մյուսիցա բայց դե ոնց կարա առանց իրա կռիվը լինի ու այս մեր աղջիկներից էի վերցրել օքեյ ու ուրիշ բրասլետ ձեռի տակ չկար Նիստը դադարեցրեք 30 րոպեով։ Էսել էր հանդարտության կոչ Սա հանդարտության աղաչանք էր։ Okay, վերջի անգամ հիշացնում եք այս կնոջը, որ ինքը ԿՊ-ից չի, ինքը ուրիշ կուսակցությունից է, պետք չի ԿՊ-ից ավելի ԿՊ-ական լինել։ Լավ, անցնենք այլ թեմաների, մանավանդ դրանք շատ են։ Հիշում եք Նիկոլը խոստացել էր ձերբակալել Ծառուկյանին, Քոչարյանին, Կարապետյանին։ Դա չեղավ, բայց Ընդդիմադիր հայաքվե նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանին դատարանը 2 ամսով կալանավորեց։ Մեղադրանք է առաջադրվել ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցության օգտագործմամբ մի խումբ մարդկանց ընտրելու իրավունքը խոչընդոտելու նախապատրաստության համար։ В любой непонятной ситуации ձերբակալել Ավետիք Չալաբյանին։ բայց Ժող ջանը ակնկալում էր լրիվ ուրիշ հրեշ։ Հա, Ժող ջանը, в принципе, առանձնապես չգիտի ով է Ավետիք Չալաբյանը։ Ուժեղ Հայաստանն ու Հայաքվեն ընտրություններից մոտ 1 ամիս առաջ համագործակցության հուշագիր ստորագրեցին։ Ընտրություններից 1 օր առաջ ձայնագրություն տարածվեց Տելեգրամյան մի ալիքում, որ 2 տղամարդ ու մի կին ռուսերենով խոսում են Ռուսաստանում ապրող հայերի Հայաստանում ընտրություններին մասնակցելու հնարավորության մասին։ Ձայնագրությունից չի հասկացվում ովքեր են Չալաբյանի զրուցակիցները։ Ձայնագրության հրապարակումից հետո անկախ դիտորդ կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը գրեց, թե դիմելու են քննչական կոմիտե, որ այս ձայնագրությունը կցվի Ռուսաստանի պաշտոնատար անձանց կողմից Հայաստանում իշխանության զավթման փորձի համար հարուցված քրեական գործին։ Դանիել, опять Դանիել, արա ջոկում ես գրում գրում, ամենաաշխատասեր մարդն է մոլորակի վրա։ Են Պաոլո Կոելյոն քակա կերել։ Լավ, տեսնենք ինչով է ավարտվում այս պատմությունը։ Չալաբյանը ինքը չի հերքում, որ հանդիպում եղել է, բայց ասում է, որ կոնտեքստը ինչքան ուժ ունի աղավաղվել է։ Ես ինքս դա իմ համար ինչ-որ շարքային խոսակցություն ա եղել ճանաչողական բնույթի հետ մարդկանց հետ։ Իրանց հանդիպել ենք, խնդրել են, ասել մենք ուզում ենք ձեր հետ ծանոթանանք, հանդիպել ենք, խոսացել ենք իրար հետ, հրաժեշտ ենք տվել ու դրանից հետո այդ մարդկանց չեմ էլ տեսել ընդհանրապես։ Ես հաստատում եմ, որ մենք իրանց հետ գործնական շփումներ ունենք եւ ծանոթացման բնույթի հանդիպումներ իրանց հետ։ Բարբերաբար մեծ հրավերներ են ուղարկում իրանց միջոցառումներին, բան եւ այլն, այսինքն ստանդարտ հանդիպումներ։ Բայց մեկ էլ ընտրությունից մի օր առաջ մեկ էլ հայտնվում է այդ տեսագրությունը ճնշումներ են գործադրվում, բանցես մի հատ բանով էլի սարսափով։ Ես լսել եմ այդ ամեն ինչ, ընդդեմ միջոց ճնշման մասին խոսքեր չկա ընդհանրապես ոչ մի։ Իրեն մեկ այլ գործով, որը սկզբից հանրությանս շատ խիստ հիմնավորված ու վախենալի էր ներկայացվում, մեկ էլ դատարանը լրիվ ուրիշ որոշում կայացրեց։ Պետություն չէ, ժողովրդարության բայստյոն։ Կես տարվա քննությունից հետո վերաքննիչ դատարանը մասնակի բավարարեց Շիրակի թեմի առաջնորդի բողոքը։ Բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումն ու գործն ուղարկեց նոր քննության։ Անցած տարվա հոկտեմբերին առաջին ատյանի դատարանը Միքայել arczepiskopos Աջապահյանին մեղավոր էր ճանաչել իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչի հոդվածով եւ դատապարտել 2 տարվա ազատազրկման։ Անիմաստ այսքան ժամանակ կալանավորեն ու вообще ոչինչ չէր փոխվի, եթե չկալանավորեին, հա։ Միքայել Սրբազյանը մի քիչ փիլիսոփայորեն է մոտենում այս հարցին։ Շիրակի թեմի առաջնորդին այս որոշումը չի բավարարում։ Ինքը կարծում է, որ պետք է արդարացվի։ Որովհետեւ չարդարացվեցի։ Տնային կալանքը փոխեց, վերացրեց։ Ավելի լավ էր պահես։ Ինչու՞։ Ֆուտբոլ էի նայում գիշերը։ Հիմա չպետք է կարողանամ նայել։ Սրբազան ջան, ոչինչ, you come on ketchup ֆուտբոլը
ցանկացած ձեր ուզած ժամին կարաք նայեք։ Սրբազանը մեջբերեց նաև մեկ այլ իշխանության զավթման կոչ, որը վրիպել էր նույնիսկ Դանիել Յովհաննիսյանի աչքից։ Абսուրդ է շարունակում անվանել Սրբազանը իրեն առաջադրված սահմանադրական կարգը տապալելու կոչի մեղադրանքը։ Նրա կարծիքով այդպիսի կոչեր գործող իշխանությունն է անում։ Կոչ արդեն որերորդ անգամ է անում է կառավարության ղեկավարը։ Վառացի ասում է գնացի կարեք հեղափոխություն։ Ես նման բան ասել եմ։ Ուրեմն ով պետք է դատվի, նա պետք է դատվի։ Իսկ այն ընթացքում ժողովրդական բաստիոնը շարունակում է ավելի պինդ գրկել քաղաքացիներին։ Դրսից գնված հեռախոսները պետքա գրանցվեն եւ ոչ միայն։ Իշխանությունն ուզում է լիակատար հասանելիություն ստանալ քաղաքացիների անձնական տվյալներին։ Օրենսդրական նոր նախաձեռնության ընդունման դեպքում անձնական հեռախոսները տոտալ վերահսկողության տակ են հայտնվելու ահազանգում են մասնագետները։ Խոսքը էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում առաջարկվող փոփոխության մասին է, որի վերաբերյալ նախագիծը շրջանառության մեջ է դրվել։ Տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Արթուր Պապյանն ահազանգում է բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների համակարգի ներդրման դեպքում ստեղծվելու է հսկայական մի բազա, որտեղ կապվելու են քաղաքացիների անձնագիրն ու անձնական տվյալները, բջջային հեռախոսի կոդն ու ֆիզիկական ու էլեկտրոնային քարտերը։ Հիշեցնեմ, որ մեր փորձը նման զգայուն բազաների հետ շատ հորիա 8 տարի է չեն կարող կազմակերպել, որ մեր հեռախոսահամարները չհայտնվեն են դեգեներատ ռուս մաշեննիկների ձեռքերում, որ անդադ զանգում են, ասում են «Здравствуйте, это Тигран из вашего оператора», կամ առաջի դասարանցիներին գրանցել, որ մի շաբաթ 8 տարի է գիտենք, որ պետք է գրանցեք, ամեն անգամ խափանվում է այդ բազան։ Էլ ինչերա գուժում փորձագետը։ Պապյանն ընդգծում է, սա պարզապես հարկային վերահսկման գործիք չէ, սա պետությանը հնարավորություն է տալու ցանկացած պահի տեսնել, թե ով, որ սարքով եւ երբ է ակտիվանում ցանցում։ Բացի այդ, եթե ամեն րոպե 2.5 միլիոն օգտատիրոջ տվյալ պարունակող այդ բազան խափանվի, օպերատորները ստիպված են լինելու կապն անջատել ընդհանրապես։ В общем, նայեցի կապը իդեալական է, կարող է մի քիչ ավելի վատանա։ Լավ, մի քիչ էլ դրականից խոսենք, լավին լավ ասենք։ Հայկական ծիրանը գնացել է Եվրոպա։ Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբականակը ժամանել է Եվրոպական միություն։ Այս մասին X-ի իր էջում գրել է ԵՄ ընդլայնման հարցերով ազնագետար Մարտակոսը։ Շնորհակալություն Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանին նվերի եւ շատ լավ քննարկման համար։ 7 հատ ծիրան է տարել Եվրոպա։ Նույնիսկ հազարավոր մղոնների ճանապարհը սկսվում է մեկ քայլից։ Հեսա բրծնում է ծիրանը, Խուդատյան, գոնե բագաժի մեջ գրպաներով նորմալ ծիրան տանեք, ասեք տեղ կա, 5-6 կիլո հանգիստ կարելի էր սղսնել, իսկ բուն կոսը հավանել է մեր ծիրանը։ Մենք հանդիպեցինք վաղը կայանալիք կապակցվածության օրակարգ հարթակի մեկնարկից առաջ, որտեղ մենք առաջ ենք տանելու Հայաստանը իր հարևանների եւ Եվրոպայի հետ ավելի լավ կապելու մեր աշխատանքը։ Սա հայ արտադրողներին կօգնի դիվերսիֆիկացնել իրենց արտահանումը եւ իրենց բարձրորակ արտադրանքից ավելին հասցնել նոր շուկաներ։ Գրել է կոսը։ Ու ոչ մի խոսք մեր ծիրանի անզուգական համի մասին, հա, միացած չեք կարա հանեք, սելֆի անեք։ Խուդացյան, գաղա լավ չեք գովազդում մեր ծիրանը։ Տիկին կոս, նայեք, մեր ծիրանը best in the world, ու էսի օրիգինալն Prunus Armeniacă, մեր օրիգինալն այն սա աշխարհում ընդամենը լյուքս կոպիա է, ուստեղ նայեք ուշադրություն, մեջը բացում եք, տադամ։ Երաշտական գործիք, շվի, whistle, որը կարող են օգտագործել ձեր աճեցրած whistleblower-ները։ Այո, Դանիել Յովհաննիսյանը օրինակ կարա 10%-ով բարձրացնի whistleblowing, նույնպես պետք է սկզբից զմանենք, հա։ Պարոն վարչապետ, ձեր թույլտվությամբ մի քանի թվեր ներկայացնեմ, եթե կարելի է։ 2026 թվականի հունիսի 1-ից մինչև 25-ը 3 ներառյալ արտահանել ենք արդեն 1071 տոննա ծիրան։ Այդ շատ է, քիչ անցած տարվա համեմատ։ Դե բարեբախտաբար կարկուտը ահագին օգնեց եւ այդքան ծիրան չկա արտահանելու։ Լավ, այդտեղ մեկը չկաս, որ լրիվ ժողովրդի ծոցից լինի, ու ասի ես այս թվերը չեմ հասկանում, նորմալ բացատրեք, կոնտեքստի մեջ դրեք։ Որտեւ այդ թվերը որ նայենք, պետք է, ասինքն մեզ համար ինդիկատիվ լինեն, պետք է նայենք անցած տարվա թվերը, անցած տարվա բերքատվություն, անցած տարվա բերքի ծավալը եւ այլն եւ այլն։ Այդ մեզ ոչ մի բան չի ասելու։ Ինչքան ուժունի ժողովրդի ծոցից է։ Լավ, հələ տնակ նախարարը ոնց է պարզաբանում։ Արկա բերքը կամ շուկայում ամբողջովին վաճառվում է, կամ
արտահանվում է։ Այսինքն մենք ավելի շատ ենք զղթկվում ծիրան։ Հա, բայց ուշադիր հեռուստադիտողներ երևի նկատեցին, որ նախարարը ըստ էության հարցին չպատասխանեց, որտեղ եթե դնում ենք համեմատության մեջ, ապա 24 թվին 32,000 տոննա ենք արտահանել, 25 թվին 51,000 տոննա ենք արտահանել, ինչը դուց 1000 տոննան մի ամսում ակնհայտորեն շատ փոքր թիվ է։ Դրա համար պետք չի շատ խոսալ դրա մասին, այլ պետքա գտնել ցուցանիշ, որը լավն է։ Այսինքն շատ մեծ ուղևորահոսքեր են գալիս Հայաստանի Հանրապետություն, որը նաև բնականաբար սպառումն է մեծացնում եւ այս առումով կարծում եմ, որ առնվազն այն մտավախությունները, որ կային, ու ընդ որում հիմա արդեն կարող ենք ընդհանուր տենց եզրակացություններ անել։ Ջոգին ինչ այքի դու արեց Հայաստան, այնքան տուրիստ է գալիս, ուստի այնքան է մեր ծիրանից զղթկվում, որ արդեն տակը չի մնում որ արտահանենք։ Վատա։ Լավ է, ուղղակի պետք է մյուս տարի էլ կամ բերք չլինի, կամ մի 20-30 անգամ ավելի շատ տուրիստ գա։ Խուդացյանը մյուս տարի թող 20 ծիրան տանի կոսին։ Վաու։ Մնացեք մեզ հետ, իսկ երկրորդ մասում կիսաբաց լուսամուտները հասան նաև Ռոտենբերգներին, ինչպես նաև ԵԱՏՄ-ն, ոնց որ քաքի համահանում է, բայց դա երկրորդ մասում։ Մեր լուսավոր գործընկեր Լույսեր բիզնես կենտրոնը շարունակում է լուսավորել բոլոր օֆիսային տարածք փնտրողների կյանքը։ Մի հարկ, մի օֆիս, խանգարող չկա, աղմուկ չկա, միայն դուք, ձեր թիմը եւ ձեր թասքերը։ Էլ կարիք չկա ջիմ, ռեստորան, ֆուտբոլի դաշտ հասնելու համար անցնելը պրոբկաներով, որովհետև Լույսեր բիզնես կենտրոնը այդ ամենը հասցրել է շենք։ Իսկ ես էլ իմ սիրած առավելությունն է մշտական ջուր եւ հոսանք, այսինքն ոչ մի գործ, ոչ մի միտինգ կամ coffee break էլ չի ընդհատվելու։ Զանգեք, գնացեք, տեսեք ձեր սրտի տարածքը եւ վայելեք։ Դասո հերիքա։ Հիմա երևի մտածում եք ինչի եմ ձեզ բոլորին հավաքել Շին հրապարակում։ Այստեղ կառուցվել է Լույսեր բիզնես կենտրոնը։ Դա որ հիշում ես, որ միշտ երազում էր, որ գործի տեղը ջիմը լինի։ Լինելու է։ Ստից ինչ-որ փոքր բան։ Լուրջ, մեծ ջիմ Խուդավերդյան ջան։ Լավ լուր մեր հաշվապայի համար։ Առաջի շենքն է Հայաստանում, որ ստացել է էներգախնայողության միջազգային Edge Advanced հավաստագիրը։ Հոսանքի համար 56%-ով ավելի քիչ փող ենք տալու։ Մշտական լույս ու ջուր։ Իբրեդ որտեղ չկա։ Հակով, գիտեմ դու ինչքան ես սիրում ֆուտբոլ։ Լույսեր բիզնես կենտրոնում լինելու է ֆուտբոլի դաշտ։ Քո գնդակով կգաս դժվար գնդակ տան։ Խցանումները մեր կյանքը այլևս չեն կրճատի, որովհետև մենք լինելու ենք Լենինգրադյանի տարածքում։ Իրականում արդեն քրքրքորան։ Պատկերացրեք, այս ամբողջ հարկը մեր օֆիսն է, լիֆտը բացվում է, մտնում եք, ամեն ինչ մերն է, ու այստեղ կաֆեներ, ռեստորաններ, մի խոսքով կոմֆորտ։ Բա ինչ իմանանք, որ ժամանակին կավարտեն ու բոլոր խոստացածները կպահպանեն։ Ստոպ, Խուդավերդյանը ճիշտ է։ Լույսեր բիզնես կենտրոնի հարևանությամբ գտնվում է Լույսեր բնակելի թաղամասը, որտեղ ամեն ինչ արդեն ավարտված է, ոչ մի բանի վրա խնայած չի ու կենթանի ապացույցն է, որ ամեն ինչ այստեղ արվելու է ամենաբարձր մակարդակով Խուդավերդյան։ Yes! Ես միշտ ասում եմ, որ պետք է լույսեր գանք։ Եվ այսպես օրը ված սկսվեց Վլադիմիր Պուտինի դասարանցիների նախկին կանանցից մեկի համար։ Օրը ված սկսվեց Լոնդոններում միլիարդներ թողած եւ քյավար տեղափոխված կանանց համար։ Օրը ված սկսեց կնիկ տփող ու դրա մասի ենթադրաբար
տպող ու դրա մասին լրել ցանկացող մարդկանց համար։ Սիրգեյ շատ զգայուն է դարել դատերի նկատմամբ։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով գործարար եւ քաղաքական գործիչ Տիգրան Արձականցյանի նախկին կնոջ Նատալիա Ռոտենբերգի ներկայացրած հաղորդման հիման վրա քննչական կոմիտեն օրեր առաջ քրեական վարույթ է նախաձեռնել եւ սկսել հանգամանքների քննությունը։ Ռոտենբերգն իրավապահներին բողոք է ներկայացրել, պնդելով, թե ամուսնության տարիներին պարբերաբար ենթարկվել է բռնության Արձականցյանի կողմից։ Արձականցյանը զղկցրել է Պուտինի ընկերոջ երեխեքի մորը։ Ենթադրաբար։ Բայց Արձականցյանի հետ ապրելը, իրան ամեն օր լսելը, իր այդ ռիլերում նկարվելը արդեն բռնություն չէր։ Երևի Արձականցյանը ուղղակի ինչ-որ բաներ փորձում բացատրել, Նատալյան չէր հասկանում ու չէր հասկանում ստիպված ժեստերի լեզվով է բացատրել բոքսյորը։ Ինչը ինքը հերքում է։ Հատկանշական է, որ ավելի վաղ Armblur AM-ի հետ զրույցում Տիգրան Արձականցյանը հերքել էր իրավապահների կողմից որևէ ընթացակարգ իրականացնելու մասին տեղեկությունները։ Նա նշել էր, թե Զեյթունի ոստիկանության բաժնում ներկայացված դիմումին ընթացք չի տրվել ապացույցների բացակայության պատճառով։ Թեման փակված է եւ հորդորել էր չմտնել իր ընտանեկան հարցերի մեջ։ Իսկ կարող է Արձականցյանը ուղղակի նենցա ձևակերպել կնիկ չտփելու ցուցմունքը, որ քնիչները չեն հասկացել ու գործ են բացել։ Չբացառենք ոչ մի տարբերակ, այդ ընթացքում շարունակում են կրքերը Թիմ Տելեկոմ, Ազեր Տելեկոմ այդ համագործակցության շուրջ։ Շատերի դուրը չի գալիս, որ ադրբեջանական Տելեկոմը պետք է իր կեղտոտ մեգաբիտներով մտնի Հայաստան ու չերես Հայաստան գնա Նախիջևան։ Բայց տեղ կա նաև լավ Կակ սրտի մխիթարանք, են վրացական տելեկոմը նես չէ, որ ավելի լավն է։ Մենք պիտի հասկանանք, որ Հայաստան մտնող տրաֆիկի ճնշող մասը Վրաստանով է գալիս եւ այնտեղ ամենախոշոր տելեկոմ պրովայդերի սեփական անտերը այժմ ադրբեջանական է։ Այսինքն թղթաբանությունն է շատանում, ամեն կողմից նույն տրաֆիկն է։ Մտահոգվելու բան չկա։ Մտահոգվելու կարիք միշտ կա։ Մտահոգվելու կարիք կա, եթե դուք ինտերնետում եք ու չեք մտահոգվում, որտեղ ինտերնետը վտանգավոր տարածք է։ Կա նաև կարիք մտահոգվելու, որտեղ եթե տեղի ունենալու ֆիզիկական ցանցերի համակցում հնարավորությունները ինչ որ առումով մի ցանցից մյուս ներգործելու աճելու են։ Okay, կարան գորանենց անենք, որ մեր արհեստական բանականության Գագարինի եւ Հրազդանի գոհարներին սա չհասնի։ Հայերը մի փոքր զզվող են իրենց ինտերնետի ադրբեջանական ներազդեցության մասով, իսկ գոնե լավ փող տալու են սրա համար։ Ընկերությունը չի բացահայտում ադրբեջանական ընկերության հետ գործարքի գինը, դա համարելով առևտրային գաղտնիք։ Ինչ որ բանից հուշում է, որ միլիոններ չենք ստանալու այս գործարքից։ Բայց այս ամենը բալանսավորելու համար կառավարությունը նաև հակաադրբեջանական սանկցիա է կիրառում։ Հիշում եք այն Բաքվի 26 կոմիսարներին, մանավանդ են ոնց էր Ամիրյան։ Էլ չի լինելու Ամիրյանը Երևանում։ Ամիրյանը եւ մի շարք այլ փողոցներ վերանվանելու հարցը փակ փաթեթում մնաց։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ եզրահանգեց։ Ամենայն հարգանքով Ամիրյանների բոլոր սերունդների եւ ժառանգների նկատմամբ, բայց ես վստահ չեմ, որ այդ մարդը այն արժանինքները ունի, որ Երևանին հրապարակին կից փողոցը իր անունով անվանակոչված լինի։ Նենց որ Ամիրյանը դառնում է պապ թակավոր, ինչը լավ լուրջի Գարեգին Բեի համար։ Որն էր պապ թակավորի հիմնական մեսիջը եկեղեցուն։ Ինչ էր ասում, ասում էր Ժողովուրդ ջան, պետք է հարկ վճարել։ Ասում էր, որ մեր երկրի տղամարդկանց ու կանանց բոլորին տարել եք լցրել բաները, վանքերը ու կուսանոցները, բայց մեր երկրի տնտեսության համար ով պետք է աշխատի։ Դե վերջ վանքերի եւ կուսանոցների սիրելի բնակիչներ, ավարտվեց ձեր կուսական կյանքը, հեսա դուրս է գալի ու Ոչ պապ թակավորի ամենամոլորեցնող բանն է, պապ թակավոր 17-ից 21 տարեկանում է կառավարել, բայց ինչու է։ Արայք Հարությունյանը բացատրեց, թե ինչի է Ամիրյանը ճիշտ, սխալ, իսկ պապ թակավորը ճիշտ։ Երևանում ինչեւ հիմա Ամիրյանի անունով փողոց ունենալը այդ նույնն է, որ մի 70 տարի հետո նույն փողոցը կրի Լևոն Զուրաբյանի անունը։ Այսինքն սա անում ենք նրա համար, որ 70 տարի անց մենք նի դայ բոք չունենանք Լևոն Զուրաբյանի անունով փողոց, հա։ Դե Մալաց։ Լևոն Զուրաբյանը իր հերթին մեծահոգաբար լսեց սապտակը, մեղմ ժպտաց եւ անտեսեց այն։ Կմտածեք դուք։ Իսկ իրականում Զուրաբյանը շատ մեծ հավակնություններ ունի իր անվան հետ կապված։ Այս բանջարաբոստանային կուլտուրային բացատրեք, որ 70 տարի հետո այդ փողոցը կամ կկրի Լևոն Զուրաբյանի անունը, կամ կկոչվի Բալքաբակլու։ Ոնց որ կպած ուզում է, որ այդ փողոցի անունը լինի Զուրաբյան։ Իսկ դուք ուզես Բաքլաբակլու լինի, հա, էտես ուզում Բաքլաբակլու։ Դե, եթե այդ երկուսի միջև է, ուրեմն թող լինի Լևոն Զուրաբյան։
Իսկ այդ ընթացքում առայժմ իր անունով ոչ մի փողոց չունեցող Լևոն Զորաբյանը բացատրեց, թե ինչու նրանք չանցան ազգային ժողով։ Ոչ մի տարօրինակ բան չկա այս արդյունքի մեջ։ Հայ ազգային կոնգրեսի էլեկտորատը շատ կարգապահ գնաց քվեարկեց Սամվել Կարապետյանի օգտին։ Շատ տուֆտա էլեկտորատ ունեք, պարոն Զորաբյան, եթե վերակինում գնում է քվեարկում է ուրիշի օգտին։ Կախո հեգնանքով ասում։ Դե չեմ կար։ Մեծ կարելի է հարցնել Բուն Զորաբյանին։ Կարող է դա հեգնանքով էր ասում։ Ժորժան, դուք գիտեք հեգնանքը ինչ է, թե չէ։ Այսինքն հեգնանքով էր ասում։ Այսինքն մի հատ չոտքի ասեք հասկանանք։ Just say հեգնանքով եք ասում, թե չէ։ No, never. Well, հեգնանքով էր ասում, բարձր։ Այսենց նուրբ եք խոսում, որ էլեկտորատը չի հասկանում ու գնում է լրիվ ուրիշի օգտին է քվեարկում։ Ուսենց հեգնանքով, շարքով, կարգով գնաց քվեարկեց։ Այստեղ հարց է առաջանում, ինչու եք ընդհանրապես մասնակցել։ Հիմա բնականաբար ձեզ մոտ հարց կծակի, բա ինչի մասնակցեցիք։ Այդ հարցի պատասխանել ունեմ։ Մենք նման իրավիճակում այլ խնդիր չենք լուծում, քան մեր դիրքորոշումները ներկայացնելու, մեր ծրագիրները ներկայացնելու PR օպերացիա էր, որտեղ մենք պետք է լուծեինք մեր քաղաքական դաշտում մեր արկայության եւ մեր դիրքորոշումների ծրագրերի ներկայացման խնդիրը, որը ես կարծում եմ մենք փայլուն լուծեցինք։ Այո, գուցե չընտրվեցինք, բայց հետո PR ակցիան փայլուն իրականացրեցինք։ PR-ի նպատակը, եթե ես вообще ինչ-որ բան հասկանում եմ PR-ից, ձայներ հավաքելը չի։ Մի խորացի mission accomplished, PR-ը տեղում է։ Իսկ այդ ընթացքում Փաշինյանը անդրադարձավ ԵԱՏՄ-ի սանկցիաներին ու ընդհանրապես արտահանումների քակ վիճակին։ Ոչ շատ ակտիվ աշխատելու ենք եւ համոզված եմ, որ լուծումներ կլինեն, որովհետեւ եթե լուծումներ չլինեն, դա լրիվ ուրիշ բան է նշանակում առաջին հերթին Եվրասիական տնտեսական միության համար, որովհետեւ ուզում եմ հիշեցնել, որ Եվրասիական տնտեսական միությունը հայեցակարգային մի քանի դրույթների վրա է հիմնված՝ աշխատուժի, ապրանքների, ծառայությունների եւ ֆինանսների ազատ տեղաշարժ։ Եթե դա չկա, նշանակում է Եվրասիական տնտեսական միություն չկա։ Շատ հստակ հարցնում ենք ԵԱՏՄ-ին, դու կաս ջան, թե չկաս։ Դե նայ, ինքը ոնց որ թե կա, բայց ոչ մեր ապրանքների համար։ Ոնց որ այս բաժակը ինքը լինի, բայց մեջը հեղուկ չկարանաս լցնես, ջոգի։ Իսկ եթե ամեն դեպքում պարզվի, որ չկա, Եվրասիական տնտեսական միությունը հարցին պետք է հստակ պատասխան ինքը կա թե չկա։ Մենք ասում ենք, որ ինքը կա, եւ մենք այդ թվում որպես մասնակից պետություն համարում ենք, որ ինչ որ մի թյուրիմացություն է տեղի ունեցել։ Չէ, ջան, թյուրիմացություն չի, ուղղակի ինչ որ մեկը պետք է սա ասեր, բայց մեզ այդքան չեն սիրում այնտեղ հիմա։ Okay, եթե բարձրի որ մեզ չեն սիրում ու ինչ, արդյունքում ԵԱՏՄ չկա։ Բայց եթե Եվրասիական տնտեսական միությունը կասի, գիտեք ինչ, ես չկամ այլևս, դե որ իրանք չկան, մենք ինչ կարանք անենք։ Եթե չկա, ուրեմն ինչ։ Սովորաբար տես դեպքերում ասում ենք, Դե չիլնի։ Դե որ չիլնի, ասենք կլնի։ մի հատ այս մասը ավելի հստակեցնենք, էլի։ Եթե ԵԱՏՄ-ն հայտարարում է, որ ինքը չկա, մենք ինչ անենք։ Չկա։ Չիլնի։ На нет и ԵԱՏՄ нет։ Իրեւ իմացար, Ալենը էլ արժե նախագահ չիլնի։ Դե չիլնի։ Այդ ընթացքում մեր զինված ուժերը եւ ամերիկյան զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անում արծիվ ընկեր զորավարժությունների ներքո։ Ամերիկայի Կանզասի գվարդիայի զինվորը փոխանակվեց օրապահիկով Հայաստանի զինվորի հետ։ Տիգրան ջան, անունս Սիմոնա։ Ուրախ եմ։ Ուրախ եմ, որ այս զորավարժության ընթացքում կարողանում եմ իմ փորձը փոխանցեմ, ինչ-որ նոր բաներ սովորեմ։ Հետ ես բերել եմ մեր ամերիկյան բանակի օրապահիկը։ Կանզասի գվարդիայի Սայմոնը կամ Սիմոնը ինձ մի տեսակ շատ հայաֆիկացված է թվում։ Արդեն որ երրորդ արծիվ գործընկերն է իրականացնում հայությունը քաշելա թոքերը։ Ես դաժե Կանզասի ակցենտը չեմ զգում։ Մեր պահածոները շոկի խաշված միս, ոլորով եւ ոսպով։ Արի փորձենք մեկը։ Այո։ Իրոք շատ համով է։ Սիմոն ջան, արի քարը փեշիցդ գցի ու մնա Հայաստանում, էլի դու ոնց որ շատ մերոնքական ես։ Ինչ Կանզաս։ Մինչ Սիմոնենք ներս էին անում օրապահիկները, այդ ընթացքում
խուզարկում էին Իշխան Սաղաթելյանին։ Բայց ինչի ախր քնչականի տեսադաշտում շատ ավելի խոշոր ձկներ կան։ No. Ինչու հենց Իշխան Սաղաթելյանին։ Դի գնայր այդտեղ, հա։ Low hanging fruit։ Իմ դեպքում 3 նպատակով է դա արվում, որ նման քրեական գործերով փորձեն կաշկանդել, կերակրել իրենց ընտրողներին։ Իշխան Սաղաթելյանը կարծում է, որ իրենով կերակրում են ընտրողների։ Ոչ միայն, էլի պատճառ կա։ Եվ բավարարել շատ ուղիղ Ադրբեջանի պահանջները։ Իսկ Ադրբեջանի պահանջները դե գիտեք 300,000 ադրբեջանցի պետք է վերադառնան եւ դե Իշխան Սաղաթելյանը պետք է նստի։ Չոտկի գրած է։ Ինչ որ բարի լուրա պետք է։ Ջրի պաշարները կառավարության ջանքերի շնորհիվ կամ առանց դրանց այս տարի լիքն են։ Ջուրը շատ է, ինչ կարելի անել։ Մենք ունենալու ենք հուլիսի 12-ին Կիրակի օրը ունենալու ենք արդեն նաև այս տարի Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ թե բովանդակային մասով, թե գեղագիտական մասով եւ կազմակերպչական մասով Վարդավառ փառատոնը Երևան քաղաքում։ Փառատոն այդքան լավ է ջրի վիճակը։ Դե ջուրը միշտ եղել է Վարդավառին, ինչ որ նոր բան կա։ DJ-ներով ավելի շատ ջուր, ավելի շատ ուրախություն, ավելի թաց մարդիկ։ Դե ինչ, պատրաստվեք մի փոքր ավելի թաց լինել այս տարի։ Մասնագետները կանխատեսում են 14%-ով ավելի թաց։ Լավ, իսկ այդ հասկու, քանի որ ջուրը շատ է, կջրվեն արդյոք Ծառուկյանի դեմ մեղադրանքները, ինչ պերեխոդեր։ Հետաքրքիր է որ հարցեցիր, որովհետև չէ, չեն ջրվելու, նույնիսկ ավելի շատ են չորանալու։ Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու։ Հիմա ամեն ինչ կհեի ձեռքերում է։ Կթողնեն Գագոջային դատել, թե չէ։ Ինչ որ բան, ինձ հուշում է եւ ներքին ձայնը, որ կհեն կարող է այս անգամ Նիկոլի կողմից լինի։ Երբեք չգիտես։ Կարող է Գարդիանի հոդվածից հետո վախենան կպնեն Ծառուկյանին, իսկ այդ ընթացքում ռեժիմը անողոք պայքար է սկսում յոբ վարորդների դեմ։ Ըստ ճանապարհային երթևեկության կանոնների 88-րդ կետի վարորդներին արգելվում է մուտք գործել խաչմերուկ, եթե առջևում երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը կհարկադրի կանգ առնել եւ կստեղծի խոչընդոտ հատող ճանապարհով տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Այսինքն էլ չի կարելի մտնելու աննասունի նման փակել խաչմերուկը վերջի պայն դեղին տակ մտնելով։ Բայց պասի բա ինչ են անելու այն դեբիլ վարորդները, ով կյանքի սաղ իմաստներ, հենց վերջի վարկանին խցկվեր, որ այնտեղ հաստատ խցանումը լինի։ Այս կանոնի խախտումը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի 5000 դրամի չափով եւ տուգանային 1 միավորի կիրառում։ Դե տես չեղավ, իսկ ինչ են վարորդները, ովքեր ընդհանրապես քշում են զուտ այն նպատակով, որ ինչ որ պահի անասունի նման փակեն խաչմերուկը։ Դե իրենց ինչ թվա կլինեն խաչմերուկները դեռ, որտեղ կամերաներ չկա, ուտեղ կարան, իրենց հոբին շարունակեն, սիրուն խցվեն ու փագեն այդ խաչմերուկը։ Իսկ եթե տենց խաչմերուկ էլ չլինի, դե չլինի, ինչ ես զում։ Բում, մնացեք մեզ հետ։ Ներդրումներով հետաքրքրված մեր հեռուստադիտողներ հավաքվեք, լավ նորություն ենք բերել։ Մեր գործընկեր Fast Bank-ը թողարկել եւ տեղաբաշխում է դոլարային պարտատոմսերի 2 տրաշ, որոնց գնելու համար հաշված օրեր են մնացել մինչև հունիսի 30-ը։ Հիմա կասեք ինչու 2, ում համար 2։ Առաջինը նրանց համար, ովքեր այդքան էլ համբերատար չեն, իսկ երկրորդը նրանց համար, ովքեր ավելի համբերատար են։ Առաջինը 24 ամիս ժամկետով է եւ 6% արժեքտրոնով, իսկ երկրորդը 48 ամիս եւ 6.25% արժեքտրոնով։ Երկու պարտատոմսերն էլ դոլարով են ու երկուսն էլ լավ տոկոսով։ Հիշեցնենք նաև, որ բացի դոլարային պարտատոմսերից ունեն նաև դրամային պարտատոմսեր 2 տարով եւ 10.5% արժեքտրոնով։ Ամենալավ նորություններից մյուսն էլ այն է, որ ձեռք կարող եք բերել ամբողջությամբ առցանց։ Ներբեռնում եք Fast Bank Mobile հավելվածը, ընտրում եք ցանկալի պարտատոմսը, ծանոթանում մանրամասներին ու ձեռք բերում առանց մասնաճյուղ գնալու։ Այսքանն էր այսօր Arm Comedy-ն։ Վերջում դիտեցեք օրվա վիդեո բոցեցը։
Միմյանց են բախվել Արագածոտնի մարզի բնակիչ 20-ամյա Պողոսի վարած Toyota մակնիշի եւ Գեղարքունիքի մարզի 41-ամյա բնակչի վարած շտապօգնության հաշվեկշռում հաշվառված մեքենան։ Շամչյանքոմի տեղեկություններով Toyota-ի վարորդն աշխատում է ավտոդպրոցներից մեկում որպես ավտովարման հրահանգիչ։ Եվ այսպես խաչմերուկ մտնելը փաստորեն էդի արդեն վաղուց արգելված էր, բայց հիմա կտուգանվի։ Հետո օրը հիշում ես Ավինյանը, որ եկել էր լուրջ կաստ, ասում էր հեսա մայիսին մի հատ նենց օրենք ենք ընդունելու, որ այն բոլոր բիսպրիդելները կապված պարկովկայի հետ, նշանները արհամարելու հետ կշտկվեն։ Նշանները տեղում են, ու էլի մեքենաները կանգնում են։ Ու դե մեկ է բանը, մեկ է խանութների մատակարարումները, ինձ թվում է այս սաղ պրոբկիքում տենց մի լավ տես մի 20%-ը դրանք են զբաղեցնում, որովհետև ով երբ ուզում է մատակարարում, իսկ ոչ ոք չի ուզում առավոտը 6-ին մի քիչ իրան նեղություն տա շուտ զարթնի, որ մատակարարի ու արդյունքում ասենք երկու շարք փողոցա, մեկը փագած արդյունքում մառոժնի գրոզավիկա կանգնած դանդաղ, sense вообще առանց շտապելու։ Ու ամենակարևորը մենք կշարունակենք սա Patreon-ի մեր քննարկումներում։ Ուզում եի ասել, բայց միացեք մեր Patreon-ին եւ այսուհետ գազի մարդը ձեր տան հաշիվը մի քիչ ավելի քիչ կգրի։